Ինչներիս է պետք պետությունը, ինչու քաղաքացիական պայմանագիր, ինչի մեջ ենք, ինչ է լինելու մեզ հետ, այսօր այս հարցերի շուրջ եմ խոսելու, փորձեմ հնարավորինս հակիրճ, նախ սկսեմ նրանից, թե ինչ է պետությունը, ինչներիս է պետք, դեռևս հազարամյակներ, հարյուրամյակներ առաջ տարբեր փիլիսոփաներ պատասխանել են այս հարցերին, թե ինչու պետություն, ինչներիս է պետք, ժամանակակից պետական միավորները հիմնված են 3 հիմնական փիլիսոփայությունների վրա, Թոմաս Հոբս, Ջոն Լոկ, Ժան-Ժակ Ռուսո, այդ որն է, դա սոցիալական պայմանագիրն է, Թոմաս Հոբսը ասում էր մարդիկ տեսակով վայրենի են, իրար միս են ուտում, եթե իրանց գլխին մեկը ավելի ուժեղը չլինի, այս մարդիկ իրար կկործանեն, դրա համար պետք է մի հատ պետություն լինի, այդ սոցիալական պայմանագիրը դրան էին ասում, այսինքն իրանցից ավելի ուժեղ մեկը, դրան էլ ասում էին հրեշի անունով էր կոչել, ասում էր Լևիաթան, պատմություն էլ ունի դրա մասին, որը բոլորին կստիպի, որ իրար միշտ չուտեն, այդ էր ասում, այն Ջոն Լոկն ու մյուսները փիլիսոփաները, որ հիմիկվա աշխարհակարգի մեծ մասը այս գաղափարախոսությունների վրա է հիմնված, ամերիկյան պետության նույնիսկ անկախության հռչակագրում իր խոսքերից կան, այս ամբողջ փիլիսոփայությունը ներկա պետությունը այն է, որ մարդիկ իրենց էության վատը չեն, ուղղակի որպեսզի պաշտպանված լինի իրենց կյանքի իրավունքը, ազատության իրավունքը եւ սեփականության իրավունքը, իրենցից ավելի ուժեղ միավոր պետք է ստեղծեն։ Այդ միավորին հնարավորություն տան, այսինքն թույլ տան, որ իրենց հարկի, այսինքն ինչ որ մի բանից զրկի իրենց, որ պաշտպանի իրենց այս իրավունքները։ Որոնք են այդ իրավունքները, արդեն թվարկեցի։ Կյանքի իրավունքը այն է, որ ոչ ոք իրավունք չունի քեզ կյանքից զրկելու, նույնը ազատությունը, ոչ ոք իրավունք չունի քեզ ազատությունից զրկելու, նույնը սեփականությունը։ Բացառություններ իհարկե կան, օրինակ երկրներ կան, մահապատիժ կա որոշակի արարքների համար, այդ ուժեղ միավորը, որին բոլորը սոցիալական պայմանագրով համաձայնվել են, կարգել են վերահսկող, այդ հանրության գլխին ինքը ունի միակ այդ իրավունքը։ Դրա համար պետությանը ասում են լեգիտիմ, բռնի, ուժ կիրառելու իրավունք ունեցող միավոր։ Այ հենց դրա համար չի կարելի իր դեմ զենքով գնալ կռվել, եթե դու զորեղ բանակ ու ուժ չես։ Հիմա հաջորդիվ տեսեք ինչ եմ պատմում, ժողովուրդ ջան։ Ինչի համար է պետությունը, արդեն ասացի, բոլորիս պաշտպանելու, մենք էլ պայմանագրի մեջ ենք իրար հետ ցանկացած պետություն, որ համաձայնվում ենք այդ պետությունը մեզանից հարկի, մեզնից մի քիչ ռեսուրս տարնի, բայց մեզ պաշտպանի եւ ներքին վտանգներից եւ արտաքին վտանգներից։ Ներքին վտանգներից պաշտպանող կառույցները որոնք են։ Ոստիկանությունն է մեկը օրինակ բնական աղետներից ԱԻՆ-ն է, հա, արտակարգ իրավիճակների մարմին է, որը հիմա ՆԳՆ-ի մեջ է, ներքին գործերի նախարարության։ Այսինքն sense տարբեր կառույցներ է պետությունը ստեղծում, որ մեր իրավունքները պաշտպանի, այսինքն ոչ ոք մեզ կյանքից չզրկի, ազատությունից չզրկի, մարդիկ կան բան են, չէ՞, մինչև հիմա լինում է, որ մարդ են գողանում տանում, ինչ որ իրենց շահեր սպասարկելու համար։ Սեփականությունը մարդու չխլեն, այսինքն գողությունները։ Հիմա այս ամեն ինչի հետ մեկտեղ կա նաև արտաքին վտանգներ, այսինքն որ արտաքին աշխարհից եկող վտանգներ, որ էլի կոպես կազմավորումներ կամ պետություններ, որ օրինակ աշկ ունեն քո հողի վրա։ Հիմա վառ օրինակ Թուրքիա եւ Ադրբեջան։ Այդ դեպքում պետությունը նաև ստեղծում է բանակ, այսինքն այդ բոլոր միավորները վտանգներից մեզ պաշտպանելու այս 3 նշածս իրավունքների համար։ Ստեղծվում է այդ պետությունը։ Պետությունը այս սրա համար է։ Բայց այդտեղ մի կարևոր բան էլ կա, քաղաքացին ինչի է ընտրում եւ ոնց է ընտրում ապրել այս պետության մեջ, թե գնալ եւ ապրել այլ պետության մեջ։ Օրինակ ԱՄՆ, հայերը շատ են սիրում այդ կողմի վրա կամ Եվրոպա։ Ոնց է որոշում։ Քաղաքացին որոշում է, թե իր բարեկեցությունը ոնց է լինելու տվյալ երկրում։ Այսինքն, թե տվյալ պետության մեջ ով ինչ է ստանալու եւ ումից ինչքան հարկ են գանձելու, որպեսզի իր այդ իրավունքները պաշտպանեն։ Հիմա տեսեք, Հայաստանում մենք սահմանադրության մեջ գրել ենք սոցիալական պետություն։ Շատերը չեն էլ հասկանում այդ ինչա։ Բացատրեմ։ Պետության մասը մի քիչ երկար է տևում, բայց սա շատ կարևոր է, որ բոլորս հասկանանք, մինչև անցնեմ հաջորդ հարցերին։ Աշխարհի գաղափարախոսությունը, թե ով ինչ պետք է ստանա մարդիկ պետության մեջ։ Մեկ էս կողմը ձախ, մյուսը աջ կողմում։ Պայմանական դնենք ձախ ու աջ։
Այս ձախ կողմը ասում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ստանա ըստ կարիքի, ըստ պահանջի, այսինքն մարդը ունի սնունդի, առողջապահության պահանջ, տուն ունենա, դրա պահանջմունք ունի, հա, կարիք ունի դրա, եւ հետեւաբար պետությունը պետք է տա։ Դա կոչվում է կոմունիզմ, այդ ծայրահեղ ձախ մասը։ Այսինքն սոցիալիզմ, կոմունիզմ, դա այն է, երբ պետությունը այդ հոգսերը ամբողջը ապահովում է, եւ քանի որ պետությունն անում, ասում է շուկա չպետք է լինի։ Այսինքն շուկան այդ ռեսուրսները, որ բաշխողի դերն է կատարում, թե ով ինչ պետք է ստանա։ Տվյալ դեպքում, քանի որ պետությունն է պարտավորվում բոլորին հավասարապես անել, ասում է շուկա չպետք է լինի։ Դա այն պետությունն է, որի մեջ 70 տարի ապրել ենք։ Այդ անցանք, հիմա ապրում ենք նրա մեջ, այս մի ծայրում չենք, այս մյուս ծայրում էլ աչը։ Կապիտալիզմն է։ Կապիտալիզմը ինչ է ասում։ Ասում է, որ ամեն մարդ իր գլխի տերն է, ով ինչ հնարավորություն ունի, ըստ դրա ստանում է։ Այսինքն, մեկը ունի ունակություն բիզնես կազմակերպելու, ըստ դրա ինչ որ կստանա, հա, շուկա, այսինքն կկազմակերպի, շահույթներ կունենա, բիզնես գործունեություն կծավալի, լավ կապրի։ Այն մյուսը, որ բժիշկ է, ընդ որում չի ասում, այդ կարողությունները այդ մարդը ոնց է ձեռք բերել, ասենք բժշկել գիտի։ Ըստ դրա կվաճառի իր ծառայությունները շուկայում եւ համապատասխան վճարներ առաջարկ պահանջարկի ձևով, այսինքն շուկան կորոշի ինքը ըստ դրա կապրի։ Այն մյուսը ուսուցիչ է, կապրի տենց, այն մարդը, որ ընդհանրապես որևէ ունակություն չունի, այն մարդը կվաճառի աշխատուս շուկայում։ Այսինքն այդ մարդը բանվորական ուժ կլինի եւ հետեւաբար ինքը վատ կապրի։ Այ կապիտալիզմը սա է, այսինքն երբ մարդն էլ բայց այդ շուկայի առաջարկ պահանջարկի գործունեության ընթացքում քայքայվեց, մաշվեց, առողջությունը վատացավ, պետությունը տես չի լինում։ Սա կապիտալիզմ է կոչվում։ Սա այսպիսի պետություն աշխարհի երեսին այլևս չկա։ Նույնիսկ ԱՄՆ ունի բազում սոցիալական ծրագրեր, չնայած որ իր սահմանադրության մեջ գրված չէ, որ ԱՄՆ սոցիալական պետություն է։ Բայց Հայաստանի Հանրապետության մեջ ոչ միայն գրած է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, այլ նաև հոդվածներից մեկով ասում է, որ Հայաստանը սոցիալական շուկայական տնտեսություն ունեցող պետություն է։ Սա ինչ է նշանակում, որ այդ շուկայական հարաբերություններում մենք որոշել ենք, որ այս պետության մեջ բարիքը բաշխվում է շուկայի կանոններով, բայց նաև ասում ենք, որ այդ ընթացքում, երբ որ մեկը հաշմանդամ դարձավ, օրինակ աշխատավայրում վնասվեց, էս եղավ, այն եղավ, չկարացավ այդ մարդը այլևս ինքնուրույն իր եկամուտը ստեղծել։ Պետությունը պարտավորվում է այդ մարդուն տեր լինել։ Այդ սոցիալական վճարները, որ մենք մեր հարկերից այդքան շատ անում ենք, նախորդիվ տեսանյութերում ասել եմ, որ այս 25 թվականին մոտ 1 միլիարդ 300 միլիոն կենսաթոշակ եւ տարբեր սոցիալական ապահովության վճարներ է արվել պետական բյուջեից։ Սա հենց սրա համար է, քանի որ սահմանադրությունով մենք բոլորս որոշել ենք, որ սոցիալական պետություն ենք։ Հիմա հասկացանք իրար հետ, որ պետությունը սոցիալական պայմանագիր է, քաղաքացիական պայմանագիր ինչ է։